բոլոր լրատվամիջոցները, եկեք դրանից սկսենք, էլի։ Ես արդեն կներեք, էլի։ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսից հետո, որում քննարկվեց այդ հարցը Ամեկ+-ի փակելու հետ կապված, Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ ձեռագիր գրված մի էջի վրա առաջարկություններ էին, իրենք այդպես երկու սենյակ էին, մի տաղավար եւ այլն, լուրջ չէին մոտեցել, մտածել էին, որ իրենք կրելու են, այսպես ասած, այդ մրցույթը որպես իրավահաջորդ, գիտեմ, որ դուք չեք եղել, բայց իսկապես այդպիսին է եղել առաջարկը եւ դրա համար է զրկվել։ Ոչ միայն իրավահաջորդ, ոչ միայն Երբ որ մի քանի օր առաջ արդեն արտահոսք էր միգուցե եղել, որ Ամեկը պատրաստվում են լիցենզիա ձեռքել, այսինքն լիցենզիա չտրամադրել, իսկ ես այն ժամանակ Ամեկի եւ հաճախախիհուրն էի եւ գործընկերն էի, որտեվ չմոռանանք, որ Ամեկ+-ը սկսել է աշխատել, երբ որ հեռուստարադիո պետկոմի նախագահն էի, եւ մի պահ նույնիսկ երկրորդ տալիքից մի քանի ժամ 94 թվականին, թե 95-ի սկզբին մենք տվել ենք մեր որոշումով կոլեգիայի Ամեկ+-ին որպես անկախ հեռուստաընկերություն իմանալով ես գնացի Ամեկ+ եւ ինքս ծանոթացա ծրագրին, իհարկե դա ձեռագիր չէր, ես կարծում եմ նույնիսկ արխիվներում կարելի է գտնել, դա չէր կարող ձեռագիր լինել, ես չեմ խոսում դա լավն էր, թե վատն էր, ժամանակ շատ է անցել, ես չգիտեի նույնիսկ իրանց մրցակիցների ծրագրերը, բայց Այն կարող եմ ասել, ինչ գիտեմ, դա ձեռագիր չէր 1, այն ժամանակվա համար շատ լավ տեխնիկական հագեցվածություն էր Ամեկ+-ը 2, Ամեկ+-ը գրավում էր այդ շենքը արդեն քանդված է, դա Կարմիր բանակի էր այն ժամանակ ձեր կոչվում, հետո լուսավոր չի, 15 շենքը եւ զբաղեցնում էր այդ մեծ ահռելի շենքի ամբողջ առաջի հարկը։ Այստեղ ցավոք, փոքր լսարաններ ասում էր։ Այն ժամանակ չափումներ դե չկային, բայց եթե փոքր լսարան ուներ, Ամեկի փակելը այդպիսի աղմուկ չէր։ Հանի եւ այդ աղմուկը ընդդիմության կամ բանի աղմուկը չէր, դա հանրության աղմուկն էր։ Եվ իհարկե չարժեր փակել դա։ Ես ներողություն եմ խնդրում գնամ միշտ ձեր ժամանակ